Խմբակցությունը ձեր հայտարարել է, որ ընդդիմադիր գործունեություն է ծավալում խորհրդարանում, բայց առաջին եւ երկրորդ քվեարկությունները 100% ընդդիմադիր կեցված չարտահայտեցին։ Համաձայն եք այդ դիտարկմանը, թե չէ։ Նախ ձեր ձևակերպման հետ կապված արդեն իսկ օրենկանոնակարգը շատ հստակ սահմանում է քաղաքական ուժերի ներգրավվածությունը կառավարման գործընթացներում եւ հետեւաբար եթե այդ գործընթացներում ներգրավված չէ, ընդդիմադիր դաշտում է իր գործունեությունը ծավալում։ Մեր խմբակցությունը երբևիցե դոգմաներով չի առաջնորդվել եւ եթե նկատեցիք մեր քվեարկությունների ընթացքում մենք մոտեցումների հետ կապված հարցեր կան, որոնց դեմ քվեարկեցինք եւ առհասարակ նիստ գումարելու տեխնիկական հարցերի հետ կապված մենք որովհետեւ խնդիր չունենք, աշխատանքները ի վերջո պետք է իրականացվեն։ Նիստը իր գործունեությունը, գործառույթները պետք է իրականացնի, թե ոչ։ Եվ ուժ գործ եւ աշխատանք այստեղ չի լսվում։ Ազգային ժողովի նախագահի ընտրության մասով Միքայել Մելքոնյանը հայտարարեց, որ խմբակցությունը քաղաքական որոշում որ ազատ է։ Ժողովի նախագահի ընտրությունները արդեն տևական ժամանակ են անցել։ Կյանքը շարժվում է առաջ, ես կարծում եմ շատ ավելի արդիական եւ նոր գործընթացներից է պետք խոսալ, քանի որ այդ գործընթացի հետ կապված եւս մենք մեր կարծիքն ու դիրքորոշումը հայտնենք։ Բոլոր դեպքերում այդ քվեարկությունները չապացուցեցին, որ խմբակցությունը 100% դիրքորոշում ուներ։ Սա այլ բովանդակություն կա եւ քանի որ այդ էլ նկատվում բարձրապես չմնացում պատասխան, որտեղ մենք պատասխան տվել ենք այդ հարցերի հետ կապված։ Շատ լավ։ Խորհրդարանում ընդդիմադիր եւս մեկ խմբակցություն կա բացի Ծառուկյան դաշինքից։ Համագործակցություն, ինչ հարցերին մոտեցումներ որ ունի, դուք կարող եք իրենց դիմել։ Մենք ինքնանպատակ ոչ համագործակցություն ենք տեսնում, ոչ էլ մեր դիրքորոշումը երբևիցե եղել է ինքնանպատակ։ Եվ Հայաստանի Հանրապետության խորհրդարանական պատմության մեջ Բարգավաճ Հայաստան խմբակցությունը, Ծառուկյան դաշինքը, Ծառուկյան խմբակցությունը տվյալ պարագայում երբևիցե իր քայլերի եւ գործողությունների մեջ չի եղել ոչ հրապարակային։ Մենք մեր բոլոր քայլերի հետ կապված հրապարակավ նախապես ներկայացրել ենք սահմանված ժամանակահատվածում եւ կարգով։ Հիմա քվեարկություններ կան, որոնց դեպքում 2/3 է պարտադիր, օրինակ, ուզում հասկանալ, այն մյուս խմբակցության հետ համագործակցության եզրեր կան, այս քվեարկությունները կարող է ազդել են։ Խոսում ենք մի բանի մասին, որ ըստ էության հենց այս պայմանությամբ խորհրդարանում նման գործողություն գործընթաց չկա։ Երբ որ կլինի, մենք մեր դիրքորոշումը կանենք, իշտ նույն հարցը։ Նկատի ունեմ համագործակցությունը եզր տեսնում եք, բայց դու ինքնանպատակ չի լինելու համագործակցություն։